շատ էի ուզում, որ մեծանամ, ես իմ տուրիստական ընկերությունը ունենամ եւ այլն, բայց այդ տարիների ընթացքում հասկացա, որ նաեւ այլ լիքը ճանապարհներ կան ու այդ ինքնաճանաչման ճանապարհին հասկացա, որ ինձ այլ ոլորտներ նույնպես շատ հետաքրքիր են, մինչեւ 3 ամիս առաջ բլոգը սկսեցի ու surprise Ստացանք այսպիսի զանգված։ Ինքը այսպես արդեն աշխարհի ամենահամեղ բաներից մեկն է։ Անի ջան, ես նաև ուզում եմ խոսել այն խաղային հաղորդման մասին, որտեղ դու մեծ հաղթանակ ունեցար։ Ուրեմն հաղորդման ընթացքում դու հետաքրքիր արտահայտություն արեցիր, ասացիր, որ կարծես մի հարթության վրա այդ ժամանակ գտնվեց ընկերությունը եւ հաղթելու մոլուցքը, այսինքն դու բավականին ազարտային ես, հա, քո տեսակով։ Առաջին վտանգավոր փուլն էր եւ ինչ կարող եմ ասել, գերլարված, սարսափելի սթրեսային իրավիճակ, բայց Հաղթողը ճանաչվում անին։ Իսկ ավելի շատ տանն ես սնվում, թե դրսում։ Թավոք սրտի ժամանակս չի հերիքում, որ տանը ավելի շատ սնվեմ, հիմա ստացվել է այնպես, որ Մեքենայի մեջ ես։ մեքենայի մեջ եմ սնվում։ Նշեմ եւս մեկ անգամ, որ Անին մեքենայի մեջ է իր փորձարկումները իրականացնում, դրա համար ասացի, որ հիմնականում սնվում ես ավտոմեքենայի մեջ։ Ստացանք այսպիսի զանգված։ Ինքը այսպես արդեն աշխարհի ամենահամեղ բաներից մեկն է։ Ձեռքով ավելացնեմ, հա, սենց։ Այ իհարկե։ Ոնց տանը։ Ճտ։ Տեսա երկու աղջիկ խոհանոցում եւ շատ լավ համատեղ աշխատանք ունեցան։ Դե սա բացառություն էր Անի ջան, հա, որովհետև մենք հաղորդման շրջանակներում ենք քեզ հետ պատրաստում, բայց միգուցե եթե առանձին պատրաստեինք, դու ունենայիր քո նախընտրությունները, ես ունենայի իմ նախընտրությունները։ Բայց կարելի է, չէ, զիջման գնալ ինչ որ միտեղ կոմպրոմիսների։ Ո՞նց չէ։ Ես չեմ սիրում կոմպրոմիսների գնալ։ Դրա համար քեզ ոչ թե կնոջ հետ հեշտ չի խոհանոցում, այլ բոլորի հետ հեշտ չի։ Չէ, պատկերացրեմ մենակ խոհանոցում է այդպես։ Այսքանը ինձ, այսքանը քեզ։ Վերջացավ։ Բայց կարծում եմ, որ համեղ կստացվի։ Կենացանենք։ Այո, cheers։ Գնացինք։ Շատ համով։ Շատ համով է, անկեղծ։ Հեսա ուտենք վերջացնենք ու վերադառնանք։